Ողջույն եւ բարի գալուստ Restart Գյումրիի on-line հարթակ։ Քաղաքացիական կրթության եւ կարողությունների զարգացման երկրորդ դպրոցի շրջանակներում մենք շարունակում ենք ձեզ հետ կիսվել արցախցի երիտասարդների հայաստանյան փորձառությամբ, նախորդ տարիների անցած ճանապարհով, դժվարություններով, հաջողություններով եւ ապագայի մասին պատկերացումներով։ Այսօրվա մեր հյուրերը Տիգրանը եւ Դիանան են, ում հետ միասին մենք քննարկելու ենք, թե հայաստանյան բուհերում ինչ հնարավորություններ կան արցախցի ուսանողների համար եւ ինչ խոչընդոտների են վերջիններս բախվում։ Դիանա, Տիգրան, անչափ շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ մեր ոդքասթին մասնակցելու համար։ Ինչպես միշտ զրույցն ուզում եմ սկսել մասնակիցների հետ ծանոթությամբ, կխնդրեմ ներկայանաք մի փոքր ձեր մասին պատմեք, ինչով եք զբաղվում մինչև 23 թվականը, այսինքն Արցախում որն էր ձեր հիմնական զբաղվածությունը, որտեղ եք բնակվում, հիմա որտեղ եք հաստատվել։ Դիանա, քեզանից սկսենք։ Բարև ձեզ, շնորհակալություն շատ Դիանա ջան։ Ուրեմն ես Դիանան եմ, տեղափոխվել եմ Արցախից 2023-ին, սովորում եմ ամերիկյան համալսարանում, մասնագիտությունս բիզնեսն է, այժմ սովորում եմ եւ ինտերնշիփ եմ անցնում զուգահեռ երկու կազմակերպությունում, նաև կամավորությունների եմ մասնակցում եւ կամավոր եմ եւ առհասարակ ձգտում եմ ակտիվ լինել ինչ-որ հասարակական նախաձեռնությունների կամ կազմակերպությունների մեջ։ Ինչ լավ ակտիվ ներկա ունես, հետաքրքիր է նույն ձև Արցախում ես, թե Հայաստան տեղափոխվելուց հետո ես սկսել ես ակտիվությունը։ Իրականում Արցախում իմ կյանքը հիմնականում գյուղում է անցել, երբ արդեն 18-ս լրացել էր եւ տեղափոխվեցի արդեն Ստեփանակերտ սովորելու, այդ ժամանակահատվածը համընկավ 2023-ի հետ ու ոնց որ 18-ից փոքր տարիքը, որ ավելի քիչ ակտիվ էի ու ավելի շատ գյուղում էի, եղել է Արցախում, իսկ 18-ին արդեն տեղափոխվել եմ Հայաստան ու արդեն Հայաստանի Հանրապետություն ու արդեն երևի թե ավելի շատ ակտիվություն եմ ցուցաբերում ինչ-որ կազմակերպություններում զուտ, քանի որ ավելի շատ հնարավորություն ունեմ ու ավելի տարիքս թույլ է տալիս ինքնուրույն որոշումներ կայացնելու։ Շնորհակալ եմ շատ կիսվելու համար։ Տիգրան, իսկ դու հասցրել ես արդյոք հայաստանյան ուսումնական համակարգի հետ ծանոթանալ, մի փոքր դու քո պատմությունը ներկայացրու։ Բարև ձեզ, անչափ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է ծանոթանալ ձեր հետ։ Իմ մասին եթե պատմեմ, ես բնակվել եմ Արցախում, 2022 թվականներին ծառայել եմ, 44 օրյա պատերազմի մասնակից եմ, դրանից հետո արդեն աշխատել եմ հիմնականում GG-ում, սկզբից որպես մասնագետների աջակցման մասնագետ, հետո արդեն որպես պրոդուկտների զարգացման մասնագետ։ Բոլորի հետ արդեն տեղափոխվել ենք Երևան, ու սկզբից Էջմիածին, հետո արդեն Երևան, բուհերի հետ փորձել եմ աշխատել, բավականին դժվարությունների հետ բախվել եմ իրականում, բայց ամեն դեպքում ստացվել է ընդունվել Երևանի պետական համալսարանում, պարզապես կես տարի առաջին սեմինարից հետո, որ արդեն սովորել եմ, տարբեր պայմաններից ելնելով դուրս եմ եկել, ու դրանից հետո, որ արդեն փորձել եմ նորից մտնել, դժվարություններ են առաջացել այս տարի։ Ասում էին գործդ կիսատ է, ու որ հասկացան, որ սկզբից Արցախից եմ եկել, կապեցին դրա հետ, այսինքն թղթաբանական տարբեր հարցեր կային, որ այդպես էլ չկարողացան կազմակերպել։ Այս փուլում հրավիրեցին բու, որպեսզի հասկանանք ինչ կարող եմ անել, բայց ինչքանով հասկացա, բավականին բարդացել էլի process-ը նորից մտնելու ինչ-որ թղթաբանական հարցերից ելնելով։ Ես հենց այդ ճիշտն ասած այդ էլ ուզում էի հարցնել, որովհետև միշտ այդ բյուրոկրատիկ խնդիրները կան, միշտ թղթեր եւ նույնիսկ երբ որ շատ հանգիստ պայմաններում ձերը արտակարգ պայմաններով պայմանավորված որոշ փաստաթղթեր տանը թողնելով պարզապես երբ որ տեղափոխվել եք Հայաստան, այդպիսի խնդիրներ լինում են, կրկնակի է լինում ստրեսը։ Ես հիշում եմ նույնիսկ մեր ժամանակ, երբ որ ես այդ խնդիրը չունեի, ինչքան շատ թղթաբանություն պետք էր հավաքել, ինչքան բարդացված էր այդ process-ը։ Օրինակ ասացիք, որ սկզբում պետական համալսարան եք ընդունվել, Դիանան էլ նշեց ամերիկյան համալսարանը։
Կասեք, ինչով էր պայմանավորված օրինակ համալսարանի ընտրությունը, արդյոք հնարավորություն ունեցել եք երկար մտածելու, թե պարզապես առաջին հնարավոր համալսարանն էր, որ մտածեցիք այդքան շատ խնդիրների չեն կբախվի ընդունվելու տեսանկյունից, թե չէ։ Տիգրան։ Մինչ Երևանյան համալսարանը փորձել եմ Սլովանսկի մտնել, գների հետ ծանոթանալուց հետո այն կուրսը, որ ես ուզում եի, կիրառական մաթեմատիկա կամ դրան մոտ, ավելի շատ գնի վրա եմ ֆիքսվել ու ամենամատչելի տարբերակը, որ ես եմ գտել, միգուցե ավելի մատչելի կար, բայց իմ գտածով Երևանի պետական համալսարանն էր, քանի որ մեզ տեղեկացրել էին, որ վճարվելու է պետության կողմից միայն առաջին կուրսը, որից հետո արդեն մենք պետք է վճարեինք, տենց դրանով պայմանավորված Երևանի պետական փորձեցի մտնեմ ու տենց դժվար չէ իրականում մտնելը, որովհետև նույնիսկ այն քննությունները, որ պետք է տաս միջև այդ կրեդիտային տարբերության քննությունները, չէ, միջև մտնելը, որ պետք է տաս, ասեցի մտի, հետո ընթացքային կտաս ոչինչ ու տալուց էլ տենց խիստ չէին, նույնիսկ թողում էին, տենց օգնում էին եւ այլն, այնքան որ անցնենք էլի։ Հիմա արդեն տարիներ հետո, քանի տարի անցել, 2 տարի թե 1 տարի, արդեն ավելի դժվար է դարձել, ոնց հասկացա, այսքան փոխվել է process-ները։ Հետաքրքիր էր, ես ես չգիտեի։ Մենք հեսա ընթացքում նորից կանդրադառնանք, հիմա Դիանային լսենք, քո դեպքում ոնց է եղել ընտրությունը։ Ես այնտեղ նախ ամենասկզբից ես ամերիկյան համալսարան էի ուզում ընդունվել, դեռ 11-րդ, 10-րդ դասարանից, դենց ստացվեց, որ իմ Հայաստան գալու ամերիկյանում քննությունների օրերը համընկավ էլի բլոկադայի այդ շրջանի հետ ու հետաքրքիր էր, որ հենց ես գրանցվել էի, որ պետքա հունվարին գամ քննության, դեկտեմբերին էի կարծեմ գրանցվել դեկտեմբերի սկիզբ, նույնիսկ վճարել է $200, որը մինչև հիմա ոչ մեկ ինձ չի վերադարձրել TOEFL քննության համար, ու բլոկադայի ժամանակ չկարողացա գամ, ամենասկզբի ժամանակը հիմնականում չկար, ինչ որ մեքենաներով բերել կամ Կարմիր խաչի հետ, այդ հունիսին նոր սկսեցին այդպես անել ուսանողների համար, ու այդ ժամանակ նույնիսկ չէի ուզում ոչ մի տեղ ընդունվել այդ տարին, բայց մի քիչ ընտանեկան ճնշումներից ու դպրոցից ճնշումներից ելնելով Արցախում Մեսրոպ Մարսոցի անվան համալսարան էի ընդունվել, թարգմանչություն բաժին ու պատերազմը, որ սկսվեց, տեղափոխվեցինք Հայաստան, ես այն ժամանակ էլ ՀԿ-ի անդամ էի, Hidden Road Initiative, ու իրանք պետքա համայնքային զարգացման ծրագիր անեի Արցախի իմ գյուղի համար, որպեսզի իրանք ինձ ոնց որ ֆինանսավորեն, հետո պարզվեց, որ անվճար եմ ընդունվել, բայց մտածեցինք, որ ծրագիր ամեն դեպքում կանեմ։ Հետո երբ տեղափոխվեցինք Երևան, ես համալսարան ընտրել եմ ոչ թե վարձի հիման վրա, որովհետև մտածում եմ, որ ամեն դեպքում այդ կազմակերպությանը ոնց որ ծրագիր անելով եւ այլն կարողանամ ոնց որ վճարել համալսարանի համար, ու երբ տեղափոխվեցինք, ոնց որ առաջին համալսարանը, որ մտածեցի, որ արժի գնալ իհարկե ամերիկյան էր, բայց քանի որ ինքը մասնավոր համալսարանը չէի կարող տեղափոխվել այնտեղ ու գնացի Երևանի պետական համալսարան, զուտ ես չէի պատկերացնում այդ Հայաստանում համալսարանների քանակը ու որակը, որ կարողանայի, չգիտեմ, ուրիշ ընտրություն անել։ Ամեն դեպքում գիտեի, որ ժամանակավոր եմ լինելու այնտեղ, ու մի տարի սովորելուց հետո քննություններ հանձնեցի ու տեղափոխվեցի ամերիկյան համալսարան, նորից առաջին կուրս։ Հետաքրքիր է։ Ինձ նաև Տիգրան կուզենամ քեզ հարցնել եւ հետո Դիանայի պատմությանն էլ կանդրադառնանք, երբ որ նշեցիր առաջին տարին երբ եկար, հնարավորություն կար զեղչվելու, եւ ՀՀ տալիս էր այդ հնարավորությունը։ Իսկ հիմա եթե փորձես, արդյոք տեղյակ ես կամ եթե ինչ-որ երիտասարդ ով Արցախից է ու քո անցած ճանապարհը չի անցել, այսինքն մեկ անգամ չի ընդունվել, հետո կիսատ է մնացել ինչ պատճառներով նորից է ուզում, այլ պարզապես այդ առաջին տարին է, էլի ունի նույն հնարավորությունը վարձի զեղչ ստանալու կամ ինչ-որ, չգիտեմ, այլ առավելություններ, տեղյակ ես այս մասին։ Կարծես թե հենց Լիանայի էջով Facebook-ով հայտարարություն է տեսել, որ այս տարի առաջին կուրսի համար, արցախցիների համար անվճար կլինի,
Սակայն պրակտիկան ցույց տվեց, որ դա այդքան էլ այդպես չէ, որովհետև ծանոթ աղջիկ ունեմ, որ ամեն դեպքում դեպոզիտ էին ուզել, այսինքն նույնիսկ մոտ 500,000 գումար է վճարել զուտ դրա համար, որ ցույց տա, որ սովորելու ահա տվյալ կուրսում։ Նշել է, որ դա ոչ միշտ է լինում, ինչ որ ավելի դժվար համակարգ է, ոնց որ ոչ բոլորի համար, ոչ բոլոր կուրսերում, ոչ բոլոր համալսարաններում այս պահին այն տպավորությունն է, որ կառավարությունը կողմնորոշված չէ, ոնց պետք է այդ ամենը կազմակերպի։ Իդեպ համալսարանի ընտրման հարցով հետաքրքիր բան նկատեցի, որ իրոք մի քիչ ավելի դժվար է ընտրել համալսարանը Երևանում, օրինակ Ստեփանակերտում ոնց է, այտենց մի քանի համալսարան արդեն գիտենք, չէ, որտեղ գնալ, եթե ինչ ենք ուզում։ Այստեղ քանի որ արդեն ավելի շատ են համալսարանները, այտենց ինչ որ համակարգ չկա, էլի, որ օգնի կողմնորոշվել, որտեղ գնալ կամ ինչի վրա հիմնվել։ Այսինքն նման բան կարելի է նույնիսկ մտածել կազմակերպել իրականում որպես պրոյեկտային, էլի, ոչ ես, բայց առհասարակ կարելի է։ Իրականում շատ լավ առաջարկ ես անում եւ պետք է նշեմ, որ նույնիսկ կա տարբեր համալսարանների ուսանողական խորհուրդներ, տարբեր ֆակուլտետների իրականացնում են նմանատիպ ծրագրեր, ինչ որ վիդեոհոլովակներ են իրենք ստեղծում կամ դպրոցներ են գնում եւ պատմում են տվյալ ֆակուլտետի մասին հնարավորությունների մի փոքր գրավիչ ներկայացնելով ֆակուլտետը, որ մարդիկ ավելի հակված լինեն, բայց շատ հաճելի է, որ քո մոտ այդ միտքը առաջացել է, որ կարիք կա հենց արցախցի երիտասարդների համար այդ անելու, որովհետև իրենք այդ փորձառությունը չունեն միգուցե Հայաստանում ինչ որ դպրոցում սովորելու եւ հետեւաբար այդ մասը բաց են թողել։ Շատ լավ է, որ մտքովդ անցնում է։ Քանի որ Դիանան կարծես 2 համալսարան է փոխել, ինձ հետաքրքիր է ակնկալիքների տեսանկյունից ոնց են եղել, բավարարվել են, թե չէ, օրինակ, չգիտեմ, հիմա ինչ մտքով է իր ընդունվում ամերիկյան համալսարան, հիմա երբ սովորում ես, արդյոք այն նպատակը, որի համար ընդունվել ես, քեզ թվում է, որ վերջում կհասնես դրան։ Իրականում ԵՊՀ-ում սովորելու ընթացքում ու սովորելուց հետո, երբ արդեն դիմեցի ամերիկյան համալսարան ու տեղափոխվեցի, թեկուզ նորից առաջին կուրս, բայց ինձ թվում է այդ փորձառությունը օգնեց ավելի գնահատելու չեմ ասի շատ են տարբերությունները, բայց որակի առումով երկու համալսարանների միջև, բայց կոնկրետ մեթոդները ու ավելի նորարարական, ավելի շատ առավելություններ ունի ամերիկյան համալսարանի կրթական համակարգը, ի տարբերություն ԵՊՀ-ի, ու հենց ամերիկյան համալսարան տեղափոխվելուց հետո ԵՊՀ-ից հետո հատկապես ու նաև Արցախի համալսարանից հետո սկսեցի ավելի շատ գնահատել ու հասկանալ, որ իրոք արժեր էլի նույնիսկ այդ մի տարին գործնել, բայց ոնց որ հասնել այնտեղ, որտեղ որ պետք է հասնեի ու կարծում եմ, որ կարիերայի առհասարակ ստեղծման իմ դեպքում ամերիկյան համալսարանը շատ մեծ ազդեցություն ունի ու ունենալու է ու օգնելու է, այսինքն իմ բավարարվածությունը ամերիկյան համալսարանից իմ սպասելիքները ոչ միայն արդարացվել են, այլ նաև մի 2 անգամ վեր էին, ինչ ստացել եմ ու ինչ ստանում եմ։ Իրականում շատ ուրախ եմ այդ լսել, որովհետև մենք ոնց է լինում, սովորաբար այդ բուհի տարածքը Սովորաբար ոնց է լինում, մենք գումար ենք վճարում համալսարանին մի կրթության համար կամ մի կրթության ակնկալիքով, որն արդյունքում չենք ստանում ու վերջում չգիտես ում մեղադրես։ Ինչ որտեղ դու ես մեղավոր, որ բավարար չափով պահանջկոտ չես լինում երբեմն, ինչ որտեղ համակարգին ես մեղադրում, որ ինքը տարիներ շարունակ նույն բանն է արտադրում եւ չի հոգնում դրանից, հետեւաբար բոլորն էլ ձեռնտու հանցավոր համագործակցության մեջ են, հա, այսպես ասած։ Դրա համար միշտ ուրախանում եմ, երբ որ գոհ են լինում ուսանողները։ Քանի որ ես հիշեցի Տիգրանը ասած, քանի որ համալսարանը դեռ չի կողմնորոշվել վարձերի հետ կապված, հա, զեղչերի հետ կապված, ուզում էի Տիգրանի համար ասել, որ համալսարանի ղեկավարությունը յուրաքանչյուր համալսարան, հա,
ինքն է որոշում ծրագիրը եւ սովորաբար կառավարությունը չի խառնվում, կրթության գիտության նախարարությունը այս դեպքում չի խառնվում կոնկրետ համալսարանի որոշակի զեղչերի համակարգի մտցնելու կամ հանելու process-ին։ Ես ասում եմ նրա համար, որ քեզ մոտ հստակություն լինի նաեւ, որ տարբեր համալսարաններ կարող են տարբեր համակարգ ունենալ, զեղչային համակարգ, չմտածես, որ եթե որոշում կա նախարարությունից, որ չպետք է լինի, ուրեմն բոլորում չի լինելու կամ պետք է լինի բոլորում լինելու է։ Սովորաբար դա համալսարանի ներքին որոշման հարցն է։ Քանի որ դու մոտավորապես մեկ կիսամյակ սովորել ես համալսարանում եւ ոնց հասկացա, ոչ թե կրթական վատ պայմանների պատճառով ես դուրս եկել, այլ պարզապես ինչ որ անձնական խնդիրներ են եղել։ Ինձ հետաքրքիր է արդյոք այդ մեկ կիսամյակի տպավորությունը ոնց էր։ Դու ստանում էիր այն ինչ որ ինչի համար որ ընդունվել էիր, թե էլի ինչ որ կիսատ բաներ կար կամ կուզենայիր այլ կրթություն ստանալ։ Հնարավոր է շատ սուբյեկտիվ բան ասեմ, որ նորմալ կլինի, որ շատերը մեջ չհամաձայնվեն, բայց շատ դասախոսներին պարզապես չեմ հավանել, այսինքն թե կրթման մեթոդները, թե անհատական մոտեցման բացակայությունը, թե հենց կրթական ծրագիրը։ Անձամբ ես նկատում էի, որ համալսարանից դուրս կարողանում էի սովորել ավելի արագ ու ավելի հեշտ էր իմ համար սովորածս կիրառել պրակտիկայում, օրինակ ենթադրենք ծրագրավորում էի սովորում, ավելի հեշտ էր իրական ծրագրեր գրել, ծրագրերի վրա աշխատել կամ մի product management-ը, տվյալների վերլուծությունը եւ այլն, համալսարանում ավելի դժվար է եղել իմ համար ամեն ինչ կիրառել պրակտիկայում, ծրագրերի ու կուրսերի ծրագրական համակարգերի հետ համամիջ չեմ եղել ու պարզապես զգում էի, որ համալսարանից դուրս ես ավելի արագ եմ զարգանում։ Իհարկե հասկանում եմ, որ համալսարանը ինքը իրենով տալիս է ահագին շատ առավելություններ, թե դիսցիպլինան ասենք, հա, կամ ասենք նոր մարդկանց ծանոթությունը եւ այլն, սակայն գտնում եմ, որ այդ բոլոր կետերը եւս հնարավոր է ստանալ այլ պայմաններում, թե աշխատավայրում, թե սեփական պրոյեկտներում, կարծում եմ, որ փոխարինել հնարավոր է, չնայած որ շատ ավելի դժվար կարող է լինել, դա ուղի է, որ պետք է ընտրել գիտակցաբար ու բավականին երկար մտածելով ու հասկանալով, որ կլինի ավելի դժվար։ Ինքան շատ ճիշտ բաներ էր ասում, որ ես մտածում եի, որ ամեն ասածդ բառից հետո կուզենամ ստորագրել, որ ես էլ եմ համաձայն։ Ես քանի որ Երևանի պետական համալսարանում եմ սովորել, ես էլ նկատում էի այդ տարբերությունը, ընդ որում ես չեմ ուզում պատկերացնել, թե քո դեպքում ինչքան շատ մեծ է եղել տարբերությունը։ Ես հումանիտար գիտությունների բլոկում էի սովորում, այսինքն պատմություն էր եւ այդքան նորարարական մոտեցումները մեզ դեռ չէին հասել, ել չեմ ուզում պատկերացնել, թե ինչ էր արհեստական բանականություն կամ չէ ոնց էին ասում IT, ել չեմ ուզում պատկերացնել, թե IT ոլորտում այդ տարբերությունը ինչքան շատ մեծ է եղել։ Ու իմ գործընկերներն էլ ժամանակին հիշում եմ, երբ համալսարանի մասին քննարկումներ էին գնում, մենք շատ էինք խոսում այն մասին, որ 21-րդ դարում մենք դեռ ունենք 19-րդ դարի համալսարանական համակարգ, երբ որ դասախոսները դեռ ունեն պատկերացում, որ իրենք լսարանում միակ ճշմարտության եւ հիմնական գիտելիքի աղբյուրն են, այնինչ դարը փոխվել է, հա, եւ համացանցը տալիս է հնարավորություն, որ այն նույն գիտելիքը, որ դասախոսը կարող է փոխանցել, շատ հեշտ կկարողանան գտնել, միգուցե դասախոսի դերը պետքա փոխվի, հա, լսարանում ավելի ուղղորդիչ ինչ որ մեկը լինի, ֆասիլիտատոր լինի, քան պարզապես այդ ինֆորմացիան տեղափոխող։ Օրինակ Ձիանա, դու ինչ կասես այս հարցի վերաբերյալ ամերիկանում ոնց է։ Ինձ թվում է քո նկարագրությունից հետո դուք 21-րդ դարում եք, բայց կուզենամ քեզանից լսել։ Իրականում իմ ասելիքը ավելի շատ կուզեմ ԵՊՀ-ի մասին խոսել, քանի որ ես էլ եմ Երևանի պետական համալսարանում սովորել, կուզեմ նշել, որ այդ ամեն ինչ ասում եք, որ ինչ որ 19-րդ դարի կարող է ինչ որ համակարգն է նույն ու փոփոխություններ չի կրել, այդ շատ կախված է հենց դասախոսից, որովհետև ԵՊՀ-ում մենք դասախոս ունեինք, ցավոք մի հոգի էր այդ դասախոսը, մեկ դասախոս ունեինք, որ շատ
շատ ուրիշ ձև էր մոտենում ամեն ինչին ու այդ հնացած մեթոդները երբեք չէր կիրառում, այսինքն թե ինչ որ պրեզենտացիաներ, TED Talk-էր, բանավեճեր ու ընդհանրապես ինքը անգլերեն լեզվի դասախոսներ, այսինքն ամեն անգամ դասը ավելի ինտերակտիվ խաղերով, ավելի հետաքրքիր դարձնելու համար ջանք ու եռանդ չէր խնայում այդ դասախոսը ու իրան հիմա էլ այն ժամանակ էլ բոլորը շատ սիրում էին ու ուզում էին, որ հենց ինքը դասավանդի։ Ինչ վերաբերվում է ամերիկյանի դասախոսներն էլ բոլորը իրենց մեթոդները ունեն, նույն առարկայի 3-4 դասախոսները ունեն տարբեր պլաններ իրենց մշակած, իրենց մեթոդները եւ այլն։ Այստեղ կարևորը ինձ թվում է այն է, որ դասախոսները հասկանան, որ պետք չէ էլի շարժվել այդ կարծրացած կամ ինչպես իրենց են դասավանդել հիմնականում այդ ձևերով ու ոնց որ առաջ շարժվել ու կապ չունի, եթե այդ նույն մարդը, նույն դասախոսը գտնվում է Ամերիկանում, Երևանի պետականում, թե ուրիշ ինչ-որ համալսարանում։ Ճիշտ ես, նկատառումը շատ ճիշտ է։ Մենք էլ իրականում հակառակ բանը չէինք ասում, կան դասախոսներ, ովքեր այդ սիստեմից դուրս են, բայց ինձ թվում է պետք է հասկանալ, որ եթե 30 դասախոսից երկուսն են այդպիսին, ուրեմն համակարգն իսկապես փոխելու կարիք ունի։ Ինձ նույնիսկ թվում է այդ դասախոսները բոլորից լավ կարող են նոր ժամանակակից մեթոդներով դասավանդել, պարզապես ցանկություն չկա, հա, այդ իրենց հաճելի եւ հանգիստ միջավայրից դուրս գալ, մի քիչ ջանք խնայել, հա, պրեզենտացիա պատրաստել կամ չգիտեմ, ընտրել հետաքրքիր մեթոդներ, մոտեցումներ դասապրոցեսն իրականացնելու համար։ Ինձ թվում է նաեւ մենք ուսանողներով, քանի որ մեր ժամանակն ենք դրել, ինչպես եւ դասախոսներն են դրել, մի փոքր իրավունք ունենք պահանջելու ավելի լավ կրթություն, բացի ժամանակից մեր ծնողները միգուցե գումար են ծախսում, այդտեղ ջանք են գործադրում, որպեսզի մենք մարզից տեղափոխվելով գանք Երևանում այդ կրթությունը ստանանք, ուրեմն խոսելու տեղ էլ ունենանք։ Տիգրան, դու կուզենաս ինչ-որ բան հավելել այս թեմայով։ Այո, հնարավոր է մի քիչ կոպիտ բան ասեմ, բայց հիմնականում դա կապում եմ ավելի շատ դասախոսների տարիքի հետ, քանի որ տարեց տարի, ամեն տարի մի բան անելով, կուրսից կուրս իրենք էլ են հոգնում ու կարծում եմ այդ տարիքում արդեն չես ուզում ինչ-որ նոր բան մտցնել, ինչ-որ նոր մեթոդներ կիրառել, մտածել, եթե մինչև հիմա այդքան տարիներ շարունակ ամեն ինչ նորմալ ընթանում էր ու ոչ հետևանք կար, ոչ էլ ինչ-որ բաներ փոխվում, այսինքն կարծում եմ լուծումը հնարավոր է լինի նրանով, որ արդեն դասախոսները սկսեն փոխվել, նոր սերնդից դասախոսները գան, միգուցե վիճակը էլ ավելի լավ լինի։ Այդ միսով եմ։ Ես էլ եմ այդպես մտածում, չնայած որ արդեն եղած դասախոսներն էլ եթե ցանկություն ունենան, ինձ թվում է նորից նույն բանով ավելի էնտուզիազմով կարող են։ Քանի որ մենք խոսեցինք մի քիչ խնդիրներից, ինձ հետաքրքիր է երբևէ մտածել եք օրինակ գնալ այլ համալսարաններ, արտերկրում ինչ-որ համալսարաններ, տեսնելու այնտեղ համակարգը ոնց է, մի փոքր ծանոթանալու, միգուցե իրենց սիստեմը հետո հետ բերելու Հայաստանում կիրառելու տեսանկյունից, քանի որ, չգիտեմ, երկու համալսարաններն էլ եւ Երևանի պետականը եւ ամերիկյանը պայմանագրեր ունեն տարբեր համալսարանների հետ, միգուցե պարզապես փոխանակման շրջանակներում, հա, գնանք վերադառնալու նպատակով։ Այդպիսի մտքեր երբևէ եղել են, Դիանա։ Իրականում երբ ԵՊՀ-ում էի սովորում, քանի որ այնտեղ ուսխորհուրդը շատ ակտիվ է ու շատ իրազեկման ինչ-որ շատ արշավներ էին իրականացնում, ամեն ինչից տեղյակ էի այդ Էրազմուս ծրագրերի եւ այլն, ու քանի որ առաջի կուրսում չէի կարող դիմել, սպասում էի անհամբեր, որ տեղափոխվեմ երկրորդ կուրս ու կարողանամ դիմել, բայց զուգահեռ պարապում էի ամերիկյանի համար ու գիտեի, որ տեղափոխվել եմ։ Ամերիկյանը այդ ծրագրից շատ չունի, այսինքն ինչքանավոր ես եմ տեղյակ, կոնկրետ Էրազմուս չունի, այլ ունի ինչ-որ համագործակցություններ ամերիկյան սիստեմով ուրիշ համալսարանների հետ, սակայն
ամերիկանում այդ մասով շատ չեմ հետաքրքրվել, որովհետև պարզապես ժամանակ չեմ ունենում, առավել ևս առաջին կուրսում թասկերը, քույզներին, midterm-ներին պատրաստվելը եւ այլն, այդ իրենց տված project-ների անելը շատ ժամանակ է խլում, ու ոնց որ ամբողջությամբ ավելի շատ սովորելու վրա է ընկղմված, քան թե ինչ-որ ուրիշ այլ activity-ներով, իսկ ԵՊ-ում հակառակն էր, հիմա նոր սկսել եմ հետաքրքրվել ու պետքա առանձին ինչ-որ program-չերի հետ ու մյուսների հետ ինչ-որ հանդիպումներ անեմ ու ավելի խորը իմանամ, բայց to-do-իս մեջ կա, շուտով ուզում եմ գնամ խոսալու դեռ, հասկանամ ոնց է ընթացքը։ Շատ լավ է նաև, որ այնքան ծանրաբեռնված է քո օրը, այնքան հարուստ է, հա, process ուսումնական, որ ժամանակ էլ չի լինում այդ մասին մտածել։ Տիգրան, քո դեպքում ոնց է եղել, դու հիմա միգուցե մտածում ես կարող է նորից նույնիսկ 0-ից ինչ-որ համալսարան դրսում ընդունվելու մասին։ Հարազատ ընկերս հենց այդպես է արել, ավելի ճիշտ էր դպրոցական տարիքից հենց վիզ էր դրել, հա, որ հենց իր դեպքում կոնկրետ մրցի ընդունվել Մոսկովսկին համալսարանում ու հա առաջարկում էր ասում էր արի մոտ եւ այլն, որովհետեւ շատ էր գովում, որ թե դասախոսները, թե ծրագիրը բավականին զարգացած է, բայց կոնկրետ ես մտածում եմ որ դա իմ ուղին չէ, այսինքն ես հասկանում եմ որ դա լավ ճանապարհ է, պարզապես գտնում եմ որ իմը չէ, որովհետև նույնը վերաբերում է ոչ միայն ուսմանը, նույնը վերաբերում է նաև կարիերնի ռոստին, հա, որովհետև գտնում եմ, որ Հայաստանից դուրս ունեմ ել ավելի շատ հնարավորություններ ու քանի որ ավելի մեծ է շուկան եւ այլն, բայց այս պահին ցանկություն ունեմ ապրել Հայաստանում, լինել Հայաստանում, կարծում եմ այդպես ավելի ճիշտ կլինի իմ համար ավելի լավ կլինի, չէ, իրականում հասկանում եմ, որ ինձ համար ավելի լավ կլինի, որ Հայաստանից դուրս ելնեմ, բայց ներքուստ ուզում եմ այստեղ լինել։ Շատ լավ էր վերջը, ճիշտ ասած, ոգևորող էր նաև, չգիտեմ, հույս արթնացնող էր, հա, որ եթե մնաք այստեղ, ուրեմն դուք ինչ-որ փոփոխություն, որ ուզում եք տեսնել, այդ փոփոխությունը դուք կբերեք։ Իրականում շատ դրական խոսակցություն ստացվեց այն առումով, որ մենք հանգիստ կարողացանք նշել բոլոր խնդիրները, որ ունենք, նաև չմոռանալով այն առավելությունները, որ կրթական համակարգը, բարձրագույն կրթական համակարգը տալիս է Հայաստանում։ Ես շատ շնորհակալ եմ ձեր կարծիքների համար ու անկեղծ զրույց ունենալու համար։ Այսօրվա համար կարծում եմ այսքանը, իսկ մեր ունկնդիրներին խորհուրդ եմ տալիս հետևել մեզ Restart Գյումրիի պաշտոնական էջերում, լսել YouTube-յան ալիքում եւ սպասել հաջորդ ոդքասթներին։